Ես գտնում եմ, որ եւ կարծում եմ դուք էլ եք գտնում, որ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության համակարգերը դա մեկ ընդհանուր համակարգ է, որքան էլ մենք փորձենք տարանջատման բաներ ներկայացնել եւ այդ կարծիքով չեք գտնում դուք արդյոք, որ այստեղ մենք տարանջատում ենք մտցնում այս պայմանագրով, որովհետեւ այստեղ անտեսվում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ մեր դաշնակից երկրների պարտավորության սահմանափակումը։ Եվ ինչու միջև այս պահը, նաև դուք որպես պաշտպանության փոխնախարար, չի կնքվել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջև ռազմաքաղաքական փոխօգնության պայմանագիրը։ Մյուսը արդեն ըստ հոդվածների։ Հոդված 6-ում հստակ նշված է, որ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանային հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգերի ղեկավարումը, ինչպես ուզում եք ձևակերպեք, իրականացվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը։ Իհարկե, այդ նույն հոդվածի վերջնամասում գրված է, որ հավաքական անվտանգության առանցին շրջանների հակաօդային պաշտպանության միավորված համակարգերի զորքերի ղեկավարումը իրացվում է Հայաստանի պաշտպանության զորքերի պետահակաօդային։ Այստեղ նախ հակասություն կա ակնհայտ եւ շատ լղոզված է, եւ երրորդ հարցը չեք գտնում, որ արդյոք այստեղ մենք կարող ենք խնդիրներ ունենալ զուտ շահերի բախման առումով մեր բարեկամ հարևան երկրների Իրանի եւ Վրաստանի հետ կապված, որը շատ ակնհայտ իրողություն է ինձ համար գոնե, եւ հետաքրքիր է ինչ կարծիք կա այդ մասին։ Եվ վերջապես այն խնդիրը, որ մենք ասում ենք սահմանափակում է մտցնում, կուզենամ ձեր կարծիքը իմանամ, չենք ասում, որ հայկական կողմը հնարավորություն չի ունենա պաշտպանելու ինքնուրույն իր սահմանները կամ Արցախի։ Ես նկատի ունեմ, որ այս գործառույթով, այս ավերացմամբ մենք արդյոք չենք սահմանափակում նոր զարգացումների եւ պայմանագրերի հնարավորությունները ավելի ոչ պակաս խաղացողների հետ, քան Ռուսաստանի Դաշնությունն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է առաջի հարցի տարանջատմանը, ապա այո, միասնական համակարգ է գործում եւ այս պարագայում տարանջատման խնդիր ես չեմ տեսնում, ինչու՞, որովհետեւ այն պարտավորությունները, որը որ նաեւ ռազմական դոկտրինով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցում, դա միանշանակ է եւ ընդհանուր համակարգի հետ կապված պարզապես լրացուցիչ հնարավորություններ է ձեռք բերնվում Հայաստանի Հանրապետության սահմանների մասով առավել ուրեմն էֆեկտիվ պաշտպանել։ Իսկ այստեղ տարանջատման հարց չկա, պարզապես էլի նույն խնդիրները ինչ որ կա, այդ խնդիրները կիրականացվի, այս մասով բոնուս կունենանք լրացուցիչ։ Ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, խոսքը վերաբերվում էր, ասեցիք, որ որոշակի լղոզված է գրած, չէ՞, որ կառավարումն իրականացնում է, առանձին շրջանի հակաօդային պաշտպանության, այսպես, միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարումն իրականացնում է Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը։ Հիմա ասեմ։ Հիմա կառավարման հետ կապված, նա համակարգում է, երկրորդ ֆազան ընդհանուր ղեկավարումը, երրորդը կառավարումը։ Այստեղ եթե դուք նայեք նույն համաձայնագրի առաջի հոդվածը, տված է հասկացությունների բացվածքները եւ տված է համատեղ ուրեմն հավաքական անվտանգության առանձին շրջան հասկացությունը։ Հավաքական անվտանգության առանձին շրջան տված է Հայաստանի Հանրապետության տարածքի եւ օդային տարածությունների սահմաններում տարածաշրջանի մաս։ Այսինքն իմ տարածքում, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ամբողջը ես կառավարում եմ, այսինքն ես նկատում եմ Հայաստանի Հանրապետությունը, մենք, Ինչ վերաբերում է համակարգման գործառույթին, ես արդեն ասեցի, խոսքը վերաբերում է դա հոբ ուժերի միջոցների, թե ինչ միջոցներ են առանձնացվելու այդ խնդիրները լուծելու, ընդհանուր ղեկավարումը դա կենսագործունեությունը ապահովելու համար համապատասխան միջոցներ տրամադրելն է այդ զորքերին, զորատեսակներին եւ այլ։ Իսկ կառավարման գործառույթը արդեն բուն գործառույթը, այստեղ հակասություն չկա, դա իրականացնելու է հակաօդային պաշտպանության զորքերի պետը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի։ Երրորդ հարցը այլ խնդիրներ ունենանք մեր հարևան երկրների հետ։
Բացարձակապես մենք որևիցե այլ խնդիր չենք կարող ունենալ, քանի որ մենք աշխատում ենք նույն ռեժիմում հիմա, անկախ նրանից դա կա, թե չկա։ Կլինի լրացուցիչ ռեսուրս կօգտագործենք, չի լինի, ելի նույն ռեժիմն է գործելու։ Եվ նվազեցնում է հնարավորությունները այլ խաղացողների հետ, միայն Ռուսաստանի Դաշնության հետ։ Ես չեմ կարծում, որ նվազեցնում է, մենք նույն ձևաչափերով, այսինքն նույն ձևաչափերով չէ, ընդհանուր, եթե համագործակցության շրջանակներում է եւ այստեղ, չգիտեմ, դուք ում նկատի ունեք այլ խաղացողներ, բայց Պարսկաստանի հետ մենք բարի դրացիական հարաբերությունների մեջ ենք, նորմալ, որովհետեւ խնդիր չեմ տեսնում։ Ախր ես էլի եմ կրկնում, դա կապ չունի նրա հետ։ Հարգելի Պրոբլեմ չեմ գործընկերներ, տեսնում։ հարգելի գործընկերներ, պարոն Նազարյանը պատասխանում է պարոն Քոքոբելյանի հարցերին։ Համեցեք, պարոն Նազարյան։ Ես չեմ տեսնում որևիցե հնարավորությունների նվազեցում, հակառակը։ Հակառակն է։ Ես պարոն Ջանգիրյանի համակարծիք եմ, հակառակը։ Պարոն Քոքոբելյան, եթե դուք ունեք արձագանքի անհրաժեշտություն, համեցեք Խաչատուր Քոքոբելյան։ Նախ զարմանում եմ, որ կողքից փորձում են հիմնավորեն։ Պարոն Նազարյանը շատ լավ հիմնավորում է, պարոն Ջանգիրյան։ Բայց այդ կարծիքը ես չեմ կիսում։ Ինչու՞։ Նախ առաջինը, այս համաձայնագրի անունը ինչ է ասում։ Միավորված տարածաշրջանի համակարգ ստեղծելու մասին։ Եթե դու մի այլ գերտերության տարածաշրջանում տարբեր հետաքրքրություններ ունեցող պետության հետ միավորված ընդհանուր համակարգ է ստեղծում, չես կարող, օրինակ նրա հակառակ շահերն ունեցող Վրաստանի հետ ընդհանուր շահփորձ ես փնտրես։ Դա շատ էլեմենտար է, դասագրքային բան է, դա չարժի դրա վրա շատ խոսել։ Երկրորդը, այո, շահերի բախումը, որ երկրորդը դուք ես կխնդրեի ամեն դեպքում պատասխանեք, ինչու միջև հիմա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջև ռազմաքաղաքական, իհարկե գիտեմ պարոն Նազարյան, որ դա ձեր խնդիրը չի, բայց նաեւ ձեր մասով ձեր խոսքի ուժը իմանալով, ինչու չի կնքվում, միթե եթե այդ պայմանագիրը լիներ, նորից ռուսական կողմը կուզենար սա լինի, որովհետեւ ամիջապես պարտավորություն կունենար այդ դեպքում այս պայմանագրի մասով նաեւ։ Եվ չեք կարծում, որ դա շատ անհրաժեշտ է։